Աստված մարդուն ստեղծել է մահվան և անմահության միջև։ Ադամին ասվել էր, եթե ուտես, կմեռնես։ Եթե չուտես, կապրես, դա ինչ է նշանակում։ Որ Ադամ եթե չուտեր, անմահություն կունենար։ Դիրքն էլ դրախտի նույն խորհուրդն ուներ, մահվան և անմահության միջև էր, երկինքի ու երկրի միջև էր։ Դրախտը երկիր չէր, ոչ էլ երկինք էր, միջասահման վայր էր, շատ մոտ էր երկնքին, եթե մեկ պատվիրան պահեր կմտներ երկինք, բայց չպահեց, ընկավ երկիր, երկիրը արդեն ոչ թե վերջնական դատապարտությունը, չէ, երբ որ ուտես կմեռնես, դա չի նշանակում կվերանաս, կոչնչանաս, հավիտենական դժոխքի կպատմես, չէ, մի ուրիշ ճանապարհ կբացվի քո առջև։ Այսինքն Աստված իր կանխագիտությամբ գիտեր, որ Ադամը պիտի ուտի։ Դրա համար երկրորդ ճանապարհն էր պատրաստել Ադամի համար։ Առաջին ճանապարհը հեշտ էր, ընդամենը մեկ պատվիրան պետք է պահեր, որոշակի ժամանակ, անգամ ասում են եկեղեցու սուրբ հայրերը 40 օր են ոմանք ասում։ Եթե պահեր այդ պատվիրանը, ապա պիտի մտներ երկնքի արքայություն։ Բայց չպահեց, գնաց երկար ճանապարհով, երբ որ ուտես, կմեռնես։ Մեռնելը Ադամի համար շահ եղավ ուտելուց հետո։ Մեռնելը Ադամի համար շահ չէր լինի ուտելուց առաջ։ Եթե չուտեր ու չմեռներ կփրկվեր, բայց երբ որ կերավ ու մեռավ, միակ փրկության ճանապարհը մահն էր։ Այսինքն մեղքի չարիքը չարիք էր, ուտելը չարիք էր, բայց մեռնելը բարիք էր։ Պատժի չարիքը բարիք է իրականում։ Մեղքի չարիքը չարիք է, պատժի չարիքը բարիք է։ Աստված երկար ճանապարհով տարավ Ադամից, Ադամը ընտրեց այդ ճանապարհը, եւ այդ ճանապարհով ինքն էլ գնաց։ Իր միածին որդուն ուղարկեց, ասաց Ադամ, երբ որ ուտես կմեռնես, երբ որ ուտես, ես էլ քեզ հետ կմեռնեմ։ Իմ միածին որդին էլ քո հետ կմեռնի։ Այդ էր ուզում ասել Աստված, այսինքն ինքը գիտեր ինչ պիտի վճարի Ադամի ուտելու պատճառով։ Ինչպես ծնողը, երբ որ երեխան ինչ-որ չարություն անում, երբ որ պատժում է երեխային, տասնապատիկ ինքն իրան է պատժում, քան թե երեխան է պատժվում, որտեղ նրա սիրտն է կսկծում ծնողի, երեխայի մարմինը կարող է ցավել, այդքան բան։ Ծնողը ավելի դաժան ու ծանր պատիժ է կրում երեխային պատժելով։ Ճիշտ այդպես էլ Աստված արարիչ ծնողը, երբ որ Ադամին պատժում էր, հասկանում էր, որ ինքն է այդ պատժի տակ մտնում։ Եվ այդ ճանապարհով տարավ Ադամին դեպի փրկության։ Ադամն ընտրեց այս ճանապարհը, երկար էր այդ ճանապարհը, 40 օր էր պտուղը չճաշակելը ընդամենը, եւ պիտի մտներ երկինք, բայց այսպես 930 տարի ապաշխարեց երկրի վրա, ապրելով 930 տարի ապրել Ադամը, 6000 տարի էլ մինչև Քրիստոսի գալուս դժոխքում եղավ։ Այդքան երկար եւ դրա իր հետ էլ ամբողջ մարդկությունը։ Եվ բոլորն էլ ապաշխարության ճանապարհով գնացին, հեշտ ճանապարհը չհասցվեց, երկար ճանապարհով գնացին։ Հիմա բոլորը այս ճանապարհով են գնում։ Եվ Աստծո ծրագիրը չի կարող խափանվել։ Աստված ծրագիրը նախատեսել մարդու համար, հեշտ փրկության, բայց գիտեր նաեւ երկար ճանապարհը։ Մենք շատ ենք ծանրանում Ադամի ուտելու վրա, մարդու մեղքի վրա եւ մոռանում ենք Քրիստոսի փրկagorցությունը, որ Աստված փրկեց մեղավոր մարդուն։ Եվ հետաքրքիր մի բան կա։ Երբեմն մենք մոռանում ենք, որ տարբեր գույները, սևն ու սպիտակը ստեղծում են պատկեր։ Ճիշտ այդպես էլ մինչև մարդը չկերավ, չգիտակցեց, չգնահատեց իր դրախտային իրանությունը։ Այդպես է մարդկային բնությունը։ Երբ որ կորցնում ես, հետո ես մենք միշտ մեր մտքում կորուսյալ դրախտ, չէ՞։ Բոլոր հեքիաթները, բոլոր ժողովրդական ասույթները, բոլոր պատմությունները դու նայ հիմքը դա։
ինչ-որ կորուսյալ դրախտի հիշողություն կա մեր գիտակցության մեջ, մարդու գիտակցության մեջ, ծնունդով սկսած, ինչ-որ կարոտ կա, դատարկ կա, պակաս կա, կորուսյալ դրախտի հիշողության պակաս կա, մանկությունից սկսած, հələ դու երեխային հեքիաթներ պատմում, ինքը ոնց է զգում դա, որ ինչ-որ բարին կա, որի դեմ պայքարում է չարը, եւ որ բարին հաղթելու է, եւ որ պատերազմ է եղել բարու եւ չարի, եւ այդ պատերազմը դեռևս չի վերջացած, եւ բայց անպայման բարին պետք է հաղթի։ Բոլոր հիմքը սրանն է, կորուսյալ դրախտի հիշողությունն է։ Եվ փափակ ձգտում վերադարձ դեպի դրախտ, երկինքի արքայություն։ Եթե մարդը կարողանում է իր մեջ ամուր պահել այս կորուսյալ դրախտի հիշողությունը եւ ձգտում է դեպի վերադարձ դրախտ եւ հստակ քայլերով գնում է դեպի երկինքի արքայություն ու չի հուսահատվում իր քրիստոնեական ճանապարհին, փորձություններին չի տրվում, անպայման հասնում է եւ այդ դրախտը արդեն գնահատված դրախտ է եւ այլևս կորուսյալ չի կարող լինել, որտեվ մարդը մեկ անգամ երբ որ կորցրեց դրախտը, երբ որ ձեռք է բերում, էլ չի ուզում փորձի։ Վերագնահատում էր Ադամի համար դրախտի կորուստը եւ ոչ միայն Ադամի, այլ ողջ մարդկության համար։ Մենք մարդկության ամբողջ պատմությունն էլ էպես է, մինչև փորձություն չի գալիս, մինչև դեղություն, դժվարություն չի գալիս, մարդը լենությունը չի գնահատում։ Ասում են ինչու է լինում պատերազմավերած, կոտորած, որովհետև դրանով է գնահատվում խաղաղություն, եթե պատերազմ չլինի, խաղաղություն չի գնահատվի։ Երբ որ դժվարություն, նեղություն չլինի, դու ոնց որ կյանքը շատ փափկակետության մեջ իմաստազրկվում է, նեղության մեջ մարդու կյանքը իմաստավորվում է։ Երբ որ Աստված Ադամին ասաց. երեսիդ քրտինքով հաց կուտես, փուշ ու տատաս քո թող բուսնի եկիր է քեզ համար, դա Աստծո ամեն մի պատիժը դա օրհնություն է։ Այսինքն կապաշխարես, որ փրկվես եւ հողեր հող կդառնաս, քո ապաշխարության ամբողջացումը կլինի մահը, հիվանդությունը, նեղությունը, դժվարությունը, փորձությունը, փուշ ու տատասքը կլինի ընթացքը, ամբողջացումն ու ավարտը կլինի մահը, հողեր հող կդառնաս, այսինքն Աստծո անեծքը իրականում օրհնություն է։ Եվ հետո ինքն էլ կրեց ինչ որ ինքն ասաց։ Աստված էլ մարդացավ, մարմնացավ, մեզ նման դարձավ եւ ինքն էլ հող տրվեց, գերեզման տրվեց։ Եվ իր հարությամբ հաղթեց մահվան, իր չարչարանքներով, իր երեսի քրտինքով, իր արյան հեղումով մեզ փրկեց։ Սա է աստվածային փրկagorցության սքանչելիքը, որ անեծքով անեծքը հաղթահարվեց, մահվան մահը հաղթահարվեց, չարչարանքներով կյանք պարգևեց։ Սես բան ոչ ոք չէր տեսել, բայց Աստված մեզ հայտնի դարձեց։ Անգամ հրեշտակներն ասում են, եկեղեցու սուրբ հայրերը չգիտեին, որ այսպեսին է փրկagorցություն։ Ուրեմն օրհնյալ է Տիրոջ կամքը, որ թեպետ երկար ճանապարհով մեզ տարավ դեպի փրկություն։